Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կհամաձայնեցնեն Հայաստանի համար Եվրամիության նոր գործընկերային առաքելություն ստեղծելու հարցը։ Նրա խոսքով առաքելությունը կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության դեմ պայքարի վրա, որոնց ըստ ԵՄ-ի բախվում է Հայաստանը։ Նախարարները կքննարկեն նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Սև ծովում ԵՄ ռազմավարությունը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը եւ Արևմտյան Բալկանների ու Սուդանի հետ կապված հարցերը։ Մոսկվային եւ Երևանին կապում են երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, թեև անկասկած այդպես է։ Այն նաև մի պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ, հաշվի առնելով մեր ընդհանուր պատմությունը, մեզ միավորող բազմաթիվ ընդհանուր երևույթները, ընդհանուր ընտանիքներ, նախագծեր, բիզնեսներ եւ փոխկապակցված ճակատագրեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը փոխըմբռնումը իսկական կապեր են, նշել է Զախարովան։ Դիվանագետը հավելել է, Մոսկվան Երևանին միշտ միայն օգնություն եւ աջակցություն է ցուցաբերել, ինչը կապված է եղել ինչպես աշխարհաքաղաքական գործոնների հետ, այնպես էլ այն բանի հետ, ինչն ինքը Զախարովան սեր է անվանում։ ԱԳՆ խոսնակը նշել է, երկու երկրները կապված են նաեւ մշակութային արժեքներով։ Նույնիսկ չեմ խոսում այն մասին, թե անձամբ Ռուսաստանի նախագահը որքան բան է արել արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, դժվար ժամանակաշրջաններում աջակցություն ցուցաբերել համար եւ անելու ամեն բան, որ Հայաստանը զարգանա, նշել է Զախարովան։ Նա հավելել է, շատ բան է արվել նաեւ տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության եւ այլ տեսանկյունից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել չեղարկել ԱՄՆ կոնգրեսի ազատությանն աջակցության ակտի 907-րդ լրացումը, որով կառավարությանն արգելվում է ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Ալիևի խոսքով այդ լրացումն արդեն լիովին հնացել է եւ պետք է ամբողջությամբ չեղարկվի, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը Սպիտակ տանը նախագահ Թրամփի մասնակցությամբ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանի տարածքով տարբեր երկրներից բեռներ են առաքվում Հայաստան, բացի այդ Բաքուն սկսել է նավթամթերք մատակարարել Հայաստան։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերություններ են հաստատվել։ Ալիևը նաև քննադատել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, նշելով, որ նրանք անհիմն քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի դեմ, եւ եթե երկիրը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ապա ոչինչ չի փոխվի։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև օրեր առաջ վերսկսված հարվածները շարունակվում են։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ճշգրիտ զենքերով հարվածել է տասնյակ թիրախների, օգտագործելով կործանիչներ, ռազմածովային ուժերի նավեր, գրոհային անօդաչու թռչող սարքեր եւ առաջին անգամ գրոհային ծովային անօդաչուներ։ ԱՄՆ զինված ուժերը շեշտել է, Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը եւ իրենք պատրաստ են ապահովել նավագնացության ազատությունը։ Թեհրանն իր հերթին հայտնել է, որ փակել է Հորմուզի նեղուցն այն բանից հետո, երբ նավերից մեկն անցել է նախապես չհաստատված երթուղով եւ հարձակման է ենթարկվել։ Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նեղուցով անցումը վերականգնելու միակ միջոցն ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների դադարեցումն է։ Ըստ իրանական ԶԼՄ-ների հարվածներ են արձանագրվել Սիրիկ եւ Բանդարաբաս քաղաքներում Ղեշմ կղզու շրջանում։ Խուզեստանի նահանգում 1 մարդ զոհվել է, 4-ը վիրավորվել։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանի 6 երկրի։ ԻՀՊԿ-ի հաղորդմամբ Բահրեյնում ոչնչացվել են ամերիկյան ռազմական օբյեկտներ, Օմանում թիրախավորվել է ռադարային կայան, Քուվեյթում հրթիռային արձակման համակարգեր։ Քուվեյթի բանակը հայտնել է, որ նավթի հորատման հարթակին հարվածի հետևանքով 1 աշխատող է վիրավորվել։ Կատարում իրանական հարվածներից 3 մարդ է վիրավորվել, այդ թվում երեխա։ Ըստ ԻՀՊԿ-ի Հորդանանում հարվածների են ենթարկվել զինամթերքի եւ վառելիքի պահեստներ։ Հրթիռներ են արձակվել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։ Նոր հարվածների ֆոնին նավթի գինը բարձրացել է 4%-ով։ Իր հերթին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրառման մեջ վկայակոչել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետը, ըստ որի Իսլամական Հանրապետությունը պետք է կազմակերպի Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը, որն անվճար կլինի 60 օր։ Միակողմանի գործարքների ժամանակաշրջանն ավարտվել է, պահեք ձեր խոսքը կամ վճարեք դրա գինը, հայտարարել է Ղալիբաֆը։ Իրանի արտգործնախարարությունն էլ խստորեն դատապարտել է վերջին 24 ժամում իրականացված ամերիկյան հարվածները, խոստանալով հաստատակամորեն պաշտպանել երկիրը ցանկացած ագրեսիայից։ Ըստ գերատեսչության այս հարվածները զրոյացրել են լարվածությունը թուլացնելու եւ տարածաշրջանում կայունություն հաստատելու վերջին ջանքերը։ Իրանի ԱԳՆ-ն շեշտել է, Միացյալ Նահանգները միջամտել է Հորմուզի նեղուցով անցման կազմակերպմանը, խաթարելով միջազգային առևտրային նավագնացությունը։
Ռուսաստանը հայտնել է գիշերն ուկրաինական ավելի քան 340 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Մոսկվայի մարզի երկնքում խոցվել է 81 ԱԹՍ, 3 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Եվս 1 զոհ եւ 2 վիրավոր կա Բելգորոդի մարզում։ Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 3 կառավարվող ավիացիոն հրթիռ եւ 134 ԱԹՍ։ Խերսոնում 2 մարդ է զոհվել, Օդեսայում կա 2 վիրավոր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերը թիրախավորել են քաղաքացիական օբյեկտ։ Նա շեշտել է, որ երկրին անհրաժեշտ է ավելի շատ օդային պաշտպանություն, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է դադարեցնել պատերազմը։ Զելենսկին նաև ընդգծել է Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումն ավելացնելու անհրաժեշտությունը։ Բանգկոկի ակումբներից մեկում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, ավելի քան 60 մարդ վիրավորվել է։ Ըստ նախնական տվյալների հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը։ Թայլանդի վարչապետն այցելել է դեպքի վայր։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ ակումբում վթարային ելք չի եղել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։